ժամանակը պիտի կրկես իզուր տեղը հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դες շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում, առաջի հայացքը ողջ է ասում։ Ծառան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար է։ Բարի առավոտ, սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ մեր Տեր Հիսուսի անունով եւ նրանք ովքեր միացել են եւ իմ կողքի նստած այս հրաշալի եղբորը տեսան, հանկարծ ժպտացին, որովհետեւ կարոտել են մեր սիրելի Արսեն եղբայրն է, Հարությունյան, նա Արարատի Աստծո ժողովրդի եկեղեցու հովիվն է, արդեն բազմաթիվ անգամներ եղել է մեր ռադիո տաղավարում, նա հյուր չի մեզ մոտ, այլ մեր գործընկերն է, զինակից եղբայր։ Արսեն եղբայր, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ Աստված օրհնի։ Ուրախ եմ շատ եղբայրս, կարոտել եք։ Նմանապես թե օրհնից ես։ Մերսի։ Ինչ անենք, անցնենք միանգամից մի կարճ թեմայի մասին տեղեկություն կարելի ասել։ Հպարտություն բառնա այսօր։ Ընդհանրապես խոնարհություն են գրում Բեռնագիրը, բայց այսօր կարծես թե շեշտ ավելի հպարտության վրա եւ նրա վատ, այսպես ինչպես ես հասկացա, իհարկե այդպես էլ կա վատ հետևանքների մասին լինել։ Բնականաբար դեմ ենք խոսալու հպարտության։ Արդյունքում էլի գնալու ենք խոնարհության վրա։ Ճիշտ։ Բարի լույս սիրելիներ, Աստված օրհնի ձեզ, շնորհակալ ենք, որ միացել եք այս առավոտ մեզ, ողջունում ենք Տեր Հիսուսի անունով։ Տարածեք այս ծառայությունը, իսկ ինչպես կասեր Աբրահամ եղբայրը, մեկ հպումով Աստված օրհնի ձեզ, խոսենք հպարտության դեմ, մի քանի տեղ Սուրբ գրքից ցույց կտանք, որ Աստված ինչ է ասում հպարտության մասին, վստահ եմ գիտեք, բայց հաճելի կլինի զրուցելը միասին Աբրահամ եղբայրի, մեկ անգամ նորից խորենք այդ թեմայի շուրջ, Թե Աստված ոնց է դեմ հպարտին, որտեվ այն համարը, որ դուք գրել եք որպես մեկնարկային համար, չէ Երեմիա 50:31 գրեցիք։ Ես չեմ գրել, հա, չհասցրեցի իմ մոտ ուղղակի բանալի, բայց արդեն սկսել ենք, հա։ Խոսենք դրա մասին հպարտության դեմ, որ հպարտի ճանապարհը շատ կարճ է։ Հպարտությունը երկար ճանապարհ չունի գնալու։ Սուրբ Գիրքն խոսում է հպարտության կամ հպարտի ընկնելու մասին, որ ինքը ընկնելու է, չի կարա գնա։ Կարող է մի փոքր ժամանակ երևա, որ անգամ կարող ենք ասել, թե Աստված ոնց է բարձրացնում այս մարդուն։ Չիմանալով։ Սաղմոս 70։ Այո, թե Աստված ոնց է այս մարդուն բարձրացնում։ Բայց ոչ մեկս չգիտենք դա ինչ է, ինչ ճանապարհով է։ Ժամանակ է պետք, որպեսզի երևա հասկացվի։ Մեր մեջ էլ հասկացողություն ու ճանաչողություն կա, որ Աստված որ բարձրացնում է, ոչ մեկը չի կարա կանգնեցնի։ Եթե Աստված չի բարձրացնում, անպայման լինում է հակառակ Աբրահամ եղբայր։ Այս մասին հպարտության դեմ ուղղակի։ Օրինակ ես լեզվաբան չեմ, ոչ էլ հայոց լեզվի ուսուցիչ, բայց իմ համար հպարտ բառի արմատը ստուգաբանության մեջ ինքը այդ պարտը որ կա, ինքը պարտվել իմաստը կա մեջը, ես այդպես եմ հասկանում, այսինքն այն մարդը, որ հպարտ է, բառերանում իր շատ հոմանիշներ ունի հպարտը, գոռոզամիտ, ամբարտավան, բարձրամռութ, քիթը բարձր, այսպիսի մենք ունենք, չէ՞ ճոխա հայերենը բավականին, բայց իր մեջ մեկա կա, այսինքն այդ պահվածքները, այդ ներսով այտենց եղող մարդը իրականում դա մեզ թվում է թե ինքը այդ պահին լավն է հաղթեց, բայց իր մեջ իրականում պարտություն կա։ Վաու, շատ։ Այս մասին ենք խոսում։ Պողոսն ասում է այս խոսքերը, եթե չեմ սխալվում, Աստված հպարտներին հակառակ է։ Այո։ Այսինքն պատկերացնես Աստված հակառակ է։ Այո։
դեմա աշխատանք։ Հակոբոսն է ասում իմ շելը, բայց կապ չունի։ Շատ ճիշտ։ Գրված է եւ կապ չունի ով է ասել, սուր գիրք է եւ վերջ։ Դրա համար ասի, եթե չեմ սխալվում։ Շատ լավ։ Ինչ անենք, մի երգ պատրաստել եմ, Արսեն եղբայր, լսենք, մինչև մյուսներն են մեզ միանան, իսկ նրանք ովքեր միացան, կրկին անգամ խնդրում ենք, որպեսզի անպայման կիսվեն, ես ուզում եմ ցույց տամ կիսվելու ձևը, ոմանք գուցե չգիտեն։ Ես կիսել եմ։ Կիսվել ես արդեն։ Այստեղ մի հատ փոքրիկ սլակ կա, այդ սլակը սեղմում ենք, եւ այստեղ մի պատուհան է բացվում, կապույտ գույնի կոճակ, որ ասում է կիսվիր, հենց հիմա կիսվում ես եւ միանգամից մեծ ջանքեր չի պահանջվում։ Իսկ մենք եկեք լսենք այս հրաշալի երգը, քո մատները արարում են ինձ հիմա, սա էլ այսպես մի ձևով կապ ունի այս թեմայի հետ։ հարթում է կնճիրները անցյալից Քո ձեռքերը կերտում են ինձ հիմա ու բացում են ուղիները բարձանքից Քո մատները արարում են ինձ հիմա ու հարթում են կնճիրները անցյալից Քո ձեռքերը կերտում են ինձ հիմա ու բացում են ուղիները բարձանքից Հպվիր ինձ տեն, հպվիր էլ ավելի Արարիր մի նոր բնություն Հպվիր ինձ տեն, հպվիր էլ ավելի Արարիր մի նոր բնություն Խոմատները հպվում են փորեն և քանդում են կոշկորները իմ հոգում Քո ձեռքերը շոյում են քնչորեն ու սրբում են արցունքները աչքերից Քո մատները հպվում են փորեն և քանդում են կոշկորները իմ հոգում Քո ձեռքերը շոյում են քնչորեն ու սրբում են արցունքները աչքերից Հպվիր
Այո, եթե չեմ սխալվում, Միքելանջելոին են հարց տալի, ասում են, ինչպես է ստացվում քեզ մոտ, որ այսքան գեղեցիկ քանդակներ ես անում, գաղտնիք ինչու է եւ իր խոսքը շատ հետաքրքիր է, ասում է ես բոկում եմ քարի վրայից այն ամենը, ինչ որ ավելնորդ են։ Հիմա, այսինքն, երբ որ Տերը հպվում է մեզ, այնպես չի, որ միայն շոյում է։ Նա մեզանից հեռացնում է այն ամենը, ինչ որ ավելնորդ է։ Եվ կերտում է մեզ իր պատկերին կերպարանակից լինող տեսակը։ Եվ այսօրվա թեման, ասենք, հենց կարելի ասել նաև այդ իմաստով, Աստված մեզանից պոկելու է մի բան, որը ավելնորդ է, որն է հպարտությունը։ Սիրով լսում ենք քեզ, եղբայրս։ Կրկին ողջույն սիրելիներ, Տերը բոլորիս օրհնի, թող լինի օրհնված զրույց, ծառայություն, ինչպես կուզեք, որ բառով։ Միասին խոսանք Աբրահամ եղբայր, իրարու Սիրով, շնորհակալ եմ եղբայրս, որ ինձ խոսանք։ Տենց ավելի լես։ Բան էլի մենախոսությունը բայց անկեղծ մեկ-մեկը զգում եմ, որ շատ եմ խոսում։ Պետք է ես էլ ապաշխարեմ այդ հարցով։ Դե եթե բան կա ասելու պետք է ասվի, դրա շատ ու քիչ է չգիտեմ որ։ Շնորհակալ եմ եղբայրս Տերով։ Խոսենք հսոր կրկին անգամ ասեմ, խոսենք հպարտության դեմ։ Կարող է մոռացված թեմա է, կարող է շատ ուշադրություն պահանջված չի, շատ ուշադրություն չենք դարձնում դրան։ Սիրելիներ, բայց Աստված հենց դրա հետ գործ ունի։ Հենց համար մեկ բան է, որ Աստված ուզում է խփի դրան, սենց մեր լեզվով ասած եւ մարդու մեջ ջարդի հպարտությունն է, որտեվ հպարտությունը չի կարող ընդունի իրական ճշմարտությունը ինքն իր մասին։ Հպարտությունն է, որ չի թողում դու քո մասին, քո իրականությունը ընդունես։ Ինքը քեզ խափում է։ Երբ որ հպարտ մարդը լսում է ճշմարտությունը, այսինքն այն ճշմարտությունը թեկուզ իրան կպնող, թեկուզ իրանից ինչ որ բան է պահանջվում, որ ինքը անի ճշմարտությունը լսելուց հետո կպնում է դա իրան, հենց հպարտությունն է չի թողում, որ ինքը ընդունի դա։ Երեմիա 13-ի մեջ մի հատ գերազանց համար կա այս ուղղությամբ, 15-ը ասում է կարդամ ավելի լավ է։ Ասում է լսեցեք եւ ականջ դրեք, մի հպարտանաք, որովհետեւ Տերն է խոսում։ Ես ուզում եմ պատկերացնեմ այդ իրադրությունը, ինչ էր տեղի ունեցել, այսինքն մի ազգ ամբողջական, այսօր մենք կարող դա վերցնենք մեզ հավատացյալներից կամ անհատական ինչ-որ մեկին, բոլոր կատեգորիաներին կարող վերաբերվի Աբրահամ եղբայր։ Ասում է լսեցեք եւ ականջ դրեք, որովհետեւ ես եմ խոսում։ Մի հպարտացեք։ Այսինքն ինչ էր տեղի ունենում։ Աստված խոսում էր, բայց հպարտությունը թույլ չէր տալի, որ մարդը լռեր ու ընդուներ Աստծո խոսածածը։ Չէ՞։ Դրա համար ասում է ականջ դրեք ու լսեք, ես եմ խոսում։ Այսինքն ես ինչ որ ասում եմ, ճշմարտությունն եմ ասում է Տերը։ Ինչ որ ասում եմ, ես քեզ կպնելու եմ հիմա այդ խոսքով։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Փաստորեն հպարտությունը, հպարտացած վիճակը ինքը խոչընդոտ է, որ մարդը չկարողանա լսի Աստծուն։ Կարող է դու լսում ես բացարձակ ճշմարտություններ, բայց եթե դա քեզ կպնողական է, որ կրկնում եմ, քեզանից բան է պահանջվում, որ դու անես, ընդունես իրականությունը դրանից ազատվելու կամ այդ ինչ բանը չանելու համար, հպարտությունն է, որ չի թողում դու դա անես։ Աստծո խոսքն ասում, ես կարդացի, լսեցեք, ականջ դրեք, որտեվ ես եմ խոսում։ Հիմա տեսեք ինչ ասում շարունակության մեջ, ասում է փառք տվեք ձեր Տեր Աստծուն։ Սա ինձ լուրջ բան ասում, օրինակ Աբրահամ եղբայր, որ անգամ եթե մարդը խոնար չի, ինքը հպարտ է, այլավ հպարտ է, խոնարից չասենք հիմա։ Եթե մարդը հպարտ է ու չի կարող ինքը լսի թե Աստված ինչ է ասում, ես Աստծո ձայնը ուղղակի լսելու մասին չեմ խոսում։ Ընդունելու քո իրականությունը, որ Աստված ասում է դու սենց ես, դու խնդիր ունես, դու պիտի փոխվես կամ ապաշխարես սրանից կամ թողնես եւ այլն։ Սրա մասին եմ խոսում Աբրահամ եղբայր։ Փաստորեն տեսակ որ հպարտ մարդը անգամ չի կարում Աստծուն փառք տա իրական։ Ես բերանի շուրթերի ասած փառքես Տերի մասին չեմ խոսում։
Ներսից, որտեղ այսինքն նայեք, Աստված այս համարով մեզ սովորեցնում է, որ հպարտ մարդը այն որ այսինքն այն ինչը որ պատկանում է Աստծուն վերաբերվում է Տիրոջը, փառքի առումով ինքը դա չի կարում տա Տիրոջ, ինքը վերցնում է իրան հետի։ Այսինքն խոնարհության նախանշանը փառաբանությունն է, փառք տալն է։ Եթե դու մեկին փառք ես տալիս, ուրեմն դու ճանաչողություն ունես, դու հասկացել ես ով ես դու հասկացել ես ով է ինքը եւ դու բոլոր փառքերը այդ արածների մեջ տալիս ես Աստծուն բայց այդտեղ Աստված ասում է դու ականջ չունես մի քիչ բացատրած ասեմ դու ականջ չունես դու չես կարող լսես ընդունես հասկանաս քո իրականությունը որ իմ ասածներն էլ չես կարող ընդունես եւ դու չես կարող փառք տաս քո Տեր Աստծուն Սա է ասում մեզ։ Ուզես էլ չես կարա։ Այո, չես կարա։ Բնական չի։ Կարանք բեմից 1000 անգամ ասենք փառքեստեր։ Բայց սա այն չի, որ Աստված ասում է, ըստ այս համարի։ Դրանից հետո ասում է, բայց եթե չլսեք 17 խոսքը։ Ասում է, բայց եթե չլսեք, նայեք, այսինքն հնարավոր է, որ մարդը շարունակի ապրել հպարտ Եվ չլսի Աստծո ձայնը, չընդունի ու չանի Աստծո ասածը, կամ այն ինչ որ Սուրբ Գիրքն ասում, կարող է Աստված քո միջոցով ինձ բան ասի, ես պետք է ականջ ունենամ լսելու ու ընդունելու, թե Աստված քո միջոցով ինձ ինչ է ասում, եւ ես ընդունեմ ու փոխեմ այդ իմ իրականությունը։ Այսինքն հասկանում ես, որ սա Աստծուց էր։ Այո, հասկանում եմ, այո, Տերը խոսած Աբրահամի միջոցով ինձ, որպեսի ես լսեմ դա ինչա ընդունեմ եւ Ես թողնեմ իմ հպարտությունը կամ հպարտացած վիճակն եմ, ինչ տարբեր բաներ են, էլի կնայենք Աբրահամ եղբայր դրանք իրար հետ։ Հիմա նայեք, ասում եմ, բայց եթե չլսեք, այսինքն հնարավոր է, որ մարդը չընդունի, ասի, չեմ ընդունում։ Չեմ լսում, չեմ անում քո ասածը, չէ՞։ Ասում եմ, իմ հոգին ծածուկ տեղերում լացելու է ձեր հպարտությունների համար։ 13-ի 17-ը, կրկնում եմ, իմ հոգին Աստված ասում, իմ հոգին ծածուկ տեղերում ձեր հպարտությունների համար լաց ալնելու։ Մի փոքրիկ հարց բարձրացեմ, ասեմ, Փաստորեն ինչ է կատարվում։ Խոնար մարդը ընդունակ է լսելու Աստծո խոսքը ամեն իրավիճակների մեջ։ Այսինքն ինքը շանսը փնտրում է նա հասկանալու Աստծո խոսքը լսելու Աստծո խրատը ընդունելու այդ շանսերը բաց չի թողում ձեռից այո նա ցանկություն ունի սա շատ ցանկություն ունի լսելու հպարտ մարդը չի ուզում լսի դու ինչ ես ասում իր մասին որովհետև հավատում ես որ Աստծո որդին ինչ որ կատարվում է իր շուրջի իրադարձություններ պատահական չի ամեն Չէ՞։ Իհարկե։ Դու կարող ես սխալել չնես, բայց ինչ որ բան է եղել տհաճ երևույթ, դու դրա մեջ ես կարողանում լսել Աստծո ձայնը, որովհետև խոնար ես։ Այո։ Կներես մի քիչ շատ բան արեցի, բայց իրոք սա շատ կարևոր այո, որ մենք կարողանանք մեր այն առօրեական կենցաղային ամենատարական թվացող բաների մեջ էլ հասկանանք խրատը, թե Աստված ինչ է ուզում սրանով իմ կյանքում փոխել։ Այդ դեպքում դու այլևս չես դատում, չես բամբասում, չարությամբ չես լցվում։ Դու գիտես քո անելիքը, հասկացա։ Այն որ ասում հասկացա, տեսա։ Հասկացա։ Մարդը Աբրահամ եղբայր ըստ այս խոսքի նայեք, ասում իմ հոգին լացելու է, այսինքն ես հենց եմ հասկանում, որ միակ բանը, որ Աստված չի կարում մարդու հետ գործ ունենա շարունակի, սենց ձևակերպեմ, դա այն է, ոնց որ այս լացելը գիտեք ոնց որ Աստված ասի ափսոս Ոնց դու ես խոսացի, բայց դու չնկատեցիր, ոնց դու չընդունեցիր, ոնց դու չհասկացար, ոնց դու չիմացար, շատ կարևոր իմ ասածը էսա, որ դու անես, ես քո հետ ինչքան գործ ունեմ անելու։ Այ այս լացը սրա համար է, իմ հասկանալով, որ Աստված ոնց է լացում, ոնց ենք, չէ՞ մի բան ասում ոնց սենց չելա, ոնց չընդունեց, ոնց չհասկացավ, այո, ասում եմ, ես լացելու եմ ձեր հպարտությունների համար, որտեվ դուք հպարտ եք, դուք չկարեցաք լսեք, ընդունեք, դուք չկարեցաք փառք տաք Աստծուն, չունես դու էդի,
որովհետև դու կենտրոնացած ես քո վրա, որովհետև սենց մարդիկ կան, չէ, Աբրահամ եղբայր, ամբողջ աշխարհը իրանց շուրջն է պատտվում։ Այո։ Չէ։ Այո։ Մարդիկ իրանց համար կարան ավտարիցետ սարքեն, չէ, հեղինակություն սարքեն ու մտածեն, որ ամեն ինչ իրանց շուրջ է պատտվում, էլ իրանք կարիք էլ չունեն ինչ որ մեկի ասելու, ինչ որ մի բանից փոխվելու, չէ, ու Սուրբ Գիրքն ասում է, որ ես լացում եմ դրա համար, Աստված ասում է, լացում եմ քո հպարտության համար, ձեր հպարտությունների համար, որ դուք ունեք ձեր կյանքի մեջ։ Իմ կոչը այս թեմայի շուրջ, այս խոսքի շուրջ, էսա մի պահ կանգ առ։ Այսօր շատ sense խրատական, ընկերային, ընտանեկան, եղբայրական, այսպես ուզում եմ sense շատ հանգիստ խոսենք Աբրահամ եղբայր, որ ավելի օգտակար լինի մեր, sense ինքը վերածվի sense գործնական քայլի, էլի։ Մի պահ ստոպ տուր։ Ծառայություններիդ մեջ, կյանքիդ մեջ, ընտանիքումդ լուրջ հաջողություններ ունես, բայց մի պահ ստոպ տուր։ Մի հատ ստոպ տուր, մի հատ կանգնի մտածի։ Մի հատ նայի կողքերդ, մի հատ նայի հետ։ Մի հատ փորձի հասկանաս ուրա քեզ տանում է դի։ Միգուցե մի շատ տարբեր բաների մեջ վտանգավոր կարմիր գծեր կայո։ Սխալ ուղությունների մեջ ես, որ Աստված ասում է էսի լավա, սա լավա, բայց այս մի քանի հատը դու հիմա վտանգավոր ուղության մեջ ես գնում, մի հատ ստոպ տուր, մի հատ սթափվի, խնդրում եմ քեզ։ Սա այնքան կօգնի ինձ ու քեզ, եթե մենք կարողանանք մեր կյանքի են ամենահաջողված թվացող այդ պահին ճանապարհի մեջ մենք կարողանանք մի հատ ստոպ տանք, հասկանանք, ենք կարող է հանկարծ ես հիմա կարմիր գծերն անցնելու եմ, կարող է հանկարծ էլ ինձ, օրինակ, էլ ինձ դուր չի գալիս, երբ որ իմ ծառայությունների մեջ ասում են Տերը էս ինչ է լավ, Տերը էս ինչ արեց։ Չէ, մարդ կա, Աբրահամ եղբայր, հեսա կասեմ ինչ եմ ասում։ Մարդիկ կան, այսպիսի զգացողություններ կա մարդ արարածի մոտ, որ երբ որ դու օրինակ ծառայել ես, ես քո ծառայության մեջ սկսում եմ Աստծուն գովալ, ասել փառք Տիրոջը, դա քեզ դուր չի գալիս, որտեղ չասեցի, քեզ չասեցի։ Այո։ Իրոք Աստված օգտագործել էր քեզ այդ օրը։ Շատ հաջողված, օրհնված ծառայություն եղավ, աղոթք, պատգամ, բժշկություններ, ազատագրություններ, հոգին իջել էր, օծություն, կյանքերի փոփոխություն, բայց երբ որ քո ծառայության մեջ գովում են արողին քո Տեր Աստծուն, մի տեսակ սկսում ես քեզի վատը զգալ։ Թեև ծառայությունը հաջողված էր։ Չէ, հնարավոր է, չէ՞։ Մի հատ էլ խաբկանք կա, որ քանի դեռ ծառայությունը հաջողված է գնում, մարդը մտածում է, որ ինքը չունի սխալ ուղություններ իր կյանքի մեջ։ Հա, որովհետև նայում է, թե ինչպես եղավ ծառայությունը, սա էլ խաբկանքի մի հատ ձև է։ Կարող է ծառայությունը լավ շարունակվել դեռ տևական, բայց դու պետք է այնքան աչք ունենաս սուր, դու կարողանաս նայել քո կյանքի մեջ, դու ունես սխալ ուղություններ, կարմիր գծեր, որ դու անցել ես կամ պատրաստվում ես անցնել առանց նկատելու։ Ես չեմ ուզում փառքերը գողանանք, չեմ ուզում այն փառքը, որ Աստծուն է պատկանում, գիտեք, որ չկարենաս, տես ասում է ձեր Տեր Աստծուն փառք տվեք։ Այսինքն, տեսեք ինչի մեջ ասում փառք տալու խնդիր կա։ Կրկնում եմ, ոչ թե բեմի վրից ասես փառքես Տեր ամեն պատգամի մեջ 250 անգամ, 300 անգամ փառք Տիրոջը, սա չի անցնում։ Աստված սրան չի նայում, դա զեն այն իրական փառք տալը քո ներսից, որ դու քո վրա ոչինչ չես վերցնում։ Ասում է թե ուտեք, անգամ ուտելու մասին է խոսում, թե հագնեք, թե խմեք։ Ինչ էլ որ անեք։ Ինչ էլ որ անեք։ Նրա փառքի համար արեք։ Նկատում ես, այսինքն քո մեջ միշտ այդ անելու պատճառի, շարժարիտի դրդապատճառի մասին է, չէ՞։ Ասենք համեր սրա համար բառը։ Այո, համար բառը ցույց է տալիս դու ում համար է դի արեցին, էլի նպատակը չի, օրգանիկ ինչ-որ եր ունի իր մեջ, հա։ Միանշանակ ախմեր, միանշանակ, ինքը պետքա բարձանա, դա իմ հասկանալով դա ճանաչողության ու հասկացողության հետևանք է։ Այսինքն սա ցուցիչ է մի ձևով, ասենք, քո ներսը փառք կա, Տիրոջը ուղղված, թե չկա։ Եթե չկա, խնդիր կա։ Տերը քո կներես, այլ ասա Ես վստահ եմ, որ Աստծո որդիները նրանք հասկանում են, նրանք պետք է նկատեն, հիմա Տերը քո կողմից է, թե քո դեմ է,
կարող անգամ քո դեմ լինի։ Դա պետք է նկատի Աստծո որդին։ Եվ որ ասացիր կանգ առ, հենց կանգ առնելու մեջ սա էլ է պահանջում։ Տերը քո դեմ է, թե քո հետ է։ Ամեն։ Կներես։ Ոչ է, ներելու չկա որ մարդը կարողանա տեսնի իսկապես։ Հիմա նայեք, մարդ արարածը ընենց է, նո ընկած մարդ էլի, հին Ադամի մասին ենք խոսում։ Հնարավոր չի Աբրահամ եղբայր մարդու մեջ չլինի գովասանքի կամ փառք տալու ցանկություն, բայց նայած ումը կարևոր բան եմ ասում։ Բոլոր մարդկանց մեջ գովասանքի կամ փառք տալու կամ ինչ որ բանի ցանկություն կա։ Հիմա մեկը Աստծուն է տալի, մեկը ինքը իրան է տալի։ Չէ՞։ Մարդը ինքը իրան է փառաբանում։ Էս ինչ արի, չէ՞։ Մեջը կա էդի բնական առաջանում է մարդու։ Տեսակ ինչ արեցի։ Մարդը ինքը կամ ինքը իրան է փառք տալիս Աբրահամ եղբայր։ Կամ ինքը Աստծուն է փառք տալիս։ Կամ ինչ որ մի բան է գովաբանում, գովերգում կամ փառաբանում։ Կամ էլ 50-50 է։ Այո, որովհետև մարդու մեջ այդ բնականից դրած է այդ ցանկությունը կա, էդի մարդու մոտ առաջանում է, ամբողջ հարցը նրանում է, ես էդի Աստծուն եմ տալիս, իմ վրա եմ վերցնում, թե ուրիշ բան եմ անում, ես սրա մասին եմ խոսում։ Այնքան վտանգավոր բան է, այնքան թաքնված է, ես մի անգամ ասել եմ, մարդու արարքների մեջ դու կարող ես տենաս շատ խոնար երևացող արարքներ, բայց դրանց հետևում այնքան հպարտություններ է թաքնված։ Այնքան հպարտություններ է թաքնված, ուղղակի մենք խոնար արարքներով էլի ուզում ենք փառաբանվենք։ Թաքնված է ինքը։ Մենք խոնար արարքներ ենք ցույց տալիս շատերս Աբրահամ եղբայր։ Ինքներս մեզ խափում։ Եվ ուզում ենք փառաբանվենք, բայց քանի որ դու իմ սիրտը չգիտես, նայում ես ինձ ասում ես, այս Արսենը, այս ինչ խոնար։ Այս տեսակ ինչ արեց։ Բայց դու չգիտես, որ ես դա արել եմ, որ դու ասես տեսար Արսեն ինչ խոնար է։ Հենց դրա համար եմ արել էդի Աբրահամ եղբայր։ Հիմա Երեմիա 50-ի 31-ը այսպես է ասում եւ 32 խոսքը շատ པարզ խոսք է։ Վաու, շատ սիրուն է։ Ասում եմ ես քեզ դեմ եմ ով հպարտ։ Միանգամից, ուղի։ Միանգամից։ Ասում եմ հպարտ, ես քո դեմ եմ։ Մենք սիրում ենք, չէ՞, ասենք որ ով կարանձի հակառակը լինի Աստված իմ կողմից է։ Աստված ասում է թե դու հպարտ ես, ես քեզի դեմ եմ։ Հիմա տեսեք որ Աստված կարա հենց մարդուն դեմ լինի հպարտ լինելու պատճառով։ Խոսքը չի գնում նրա մասին, որ դու երեք ինչ արեցիր, մեղ գործիր թե չգործիր։ Խոսքը չի գնում նրա մասին, դու ինչ բնավորություն ունես այդ պահին կամ ինչ արարք ես թույլ տվել։ Խոսքը գնում է մի հատ ստաբիլ վիճակի մասին, որ մարդը ասում է դու հպարտ ես։ Այսինքն Աստված մարդուն ասում է դու հպարտ ես։ Աբրահամ եղբայր, մենք Աստվածաշնչում ունենք եւ հպարտ, եւ հպարտացած, եւ որ մարդը ընթացքում է հպարտանում։ Ինչ որ մի բան լինելուց հետո։ Բայց մենք հիմա խոսում ենք այն հպարտի մասին, որ ինքը միշտ տենց է։ Ոչ մի բան չի եղել։ Իրա տեսակն է։ Իրա տեսակն է տենց։ Հա, ինքը այդ ձևի է եւ ճիշտ է, բոլոր մարդիկ միջև փոխվելը, ապաշխարելը վերստին ծնունդը, բոլոր մարդիկ էլ ինչ որ տեսակի տենց են, որտեղ մարդու մեջ, մարդու կյանքում գահի վրա եսն է թագավորում։ Չէ, Աստծո խնդիրը, սենց խնդիրը ճակերտավոր, հենց այդ էգոյի հետ է, հենց այդ եսի հետ է, չէ, հենց այդ հպարտության հետ է։ Ասում եմ, ես քեզ դեմ եմ, ով հպարտ։ Եթե դու այդպիսին ես, ես քեզ դեմ եմ, ու տեսեք, ասում ես, ասա, հետո ես կասեմ։ Չէ, մի քիչ պիտի փոխեմ բանը, ասա, տեքստի մեջ է, թեմայի մեջ է։ Ասա։ Տեստեղ ինքը ում ասում այդ խոսքը, Բաբելոնին, ես ուզում եմ դա շեշտենք, խորհուրդը Բաբելոնին, որտեղից է սկսվել։ Այսինքն Աստծուն հավասարվելու այդ գաղափարը անուն հանելուց, Աստծուն հավասարվելուց, այո։ Մեխանիզմը սա։ Այո։ Ոչ միայն անհատներին է վերաբերում, այլ անհատների խումբ, որ այս մեխանիզմի մեջ է փառավորվելու, ինչ որ հավասարվելու։ Հիմա զարմանալի է շատ։ Հիմա օրինակ մեր կյանքում չի կարա լինի այնպես որ մենք ինչ որ մի բան հենց հիմա հաղորդում է, չէ՞, հիմա մենք եթերում ենք։ Չի կարա հիմա մեր վրա եմ ասում Աբրահամ եղբայր, ուրիշի չէ։ Չի կարա հիմա լինի այնպես որ ես կամ դու կամ երկուսս միասին կամ մենակ ես ինչ որ խոսում անում ենք հիմա անուն հանելու համար։ Հա, կարա լինի։ Կարա չէ լինի։ Այո, միանշանակ։ Եթե այդպես է Բաբելոնա։
Այո։ Մեխանիզմը։ Ապրես, եթե Բաբելոնը Աստված ասում է ես քեզ դեմ եմ։ Միանշանակ։ Որովհետև ինչ ասում շարունակության մեջ, ասում է հպարտը պիտի սահի ու պիտի ընկնի ու իրան կանգնեցնող չի լինելու։ Կներես Արսեղ, մի հատ հարց տամ։ Հպարտ, որը Աստծո դեմ է հելել եւ գիտակցաբար նա գնում այդ քայլերին, բայց կարա լինի կյանքում պահել, որ հպարտություն բարձրանա։ Ես դրա մասին ասում, որ ասում եի հպարտը ուրիշ է, որ ինքը միշտ այ մի քիչ բացատրություն։ Հպարտացածը մի քիչ ուրիշ է, որ ինչ որ մի բան է տեղի ունեցել, ինքը այդ ընթացքում հպարտացել է։ Բայց կարա ապաշխարի եւ վերականգնվի, չէ՞։ Այո, միանշանակ։ Բայց այս տեսակ հպարտը, որը մեխանիզմը արդեն գործում, դու դրա մասին ես ասում։ Ես հիմա դրա մասին եմ խոսում։ Այ օրինակ մենք մինչև եթերի սկսել եմ մի հատ օրինակով խոսացինք, չէ՞ իրար հետ, չէ՞։ Այ քո օրինակը շատ արդյունավետ։ Հիմա մի եղբայր ասում է մեր եկեղեցում մեկը կար, ասում է շատ խոնար էր ինքը։ Ասում է մենք իրան բան տվեցինք այդ պատմուճան sense գեղեցիկ պատմուճան խոնարհության թիկնոց ասում գցեցինք իրա վրա որպես խոնար անձնավորություն ասում բայց կար ժամանակ հետո ստիպված եղանք հետ վերցնելու որտեվ ինքը ամեն օր այն կրում էր այսինքն մարդուն տվել են պարգևատրել են մի բանի համար չէ կարող է միջև այդ ինքը իրականում շատ խոնար է եղել օրինակ եմ ասում չեր իմանում որ այսքան էդի տվեցին իրան չեր իմանում որ հպարտ Հենց ասենք սկսեցին պարգևատրել մի բան անել ասենք մարդը արդեն ուզեց ցույց տա ամեն օր Չէ՞։ Ճիշտ։ Հիմա եկեք սա նայենք Աստծո տեսանկյունից, ասենք Աստված էլ կարող է, չէ, ասենք մարդուն օրհնել է, օծել է եւ այլն, բայց հանկարծ ասենք գովացել է, բարձրացրել է, չէ՞։ Ով ասենք տարբեր բաների մեջ, բայց մեկ էլ տեսար այդ մարդը հպարտացավ։ Աբրահամ եղբայր։ Ինչ որ պատճառ է եղել, որ մարդը հպարտանա, բայց կա որ հենց ինքը հպարտ է։ Հիմա այս տեքստում Աստված ասում է դու հպարտ ես եւ ես քեզ դեմ եմ։ Ասում է դու որ սահես, այսինքն սահելու ես, ոտդ սահելու է, դու ընկնելու ես ու քեզ կանգնեցնող չի լինելու։ Ոչ մեկ չի կարա քեզ պահի։ Ինչի համար չի կարա, որովհետեւ դու գիտակցաբար գնում ես մի հատ ուղղության մեջ, գիտակցաբար, ուզենալով, ցանկանալով, քո ասած ընկել ես այդ մեխանիզմի մեջ ու եթում ես, գիտես ուր ես գնում ես անուն հանելու, գնում ես մարդկանց ինչ որ բան ապացուցելու, որ տեսակ, որ ես սենց տեսակ Աստված սենց արեց եւ այլն, չէ՞։ Դու եթե դու մարդկանց ապացուցելու բան ունես, դու խնդիր ունես։ Աբրահամ եղբայր։ Հովսեփին մեջ Աստված հենց դա կոտրեց Հովսեփը, որ պատմուճան ուներ, ես պատմուճան ասեցի, դա էլ հիշեցի։ Եվ նա շատ ուրախ էր իր հայտնությունով, տեսիքով եւ եղբայրների սխալներն գալի պատմում էր հորը յանի ես բայց նկատում ես այդ ինչ որ ճանապարհով տարավ դերը կոտրելու նրա հպարտությունը եւ դարձրեց նրան ուրիշ տեսակ մենք էլ կարիք ունենք որ Աստված մեր հպարտությունները եւ ջարդվի հպարտությունը ամեն բայց բացահայտվելը ինչ է Աբրահամ եղբայր Աստված բացահայտում է Այո բայց ես պիտի կարենամ ընդունեմ դա չէ այս սա է կարևոր ես կարենամ ընդունեմ որ ես հպարտություններ ունեմ կամ ունեի Աստված բացահայտեց դա որ ջարդի Աստված չի բացահայտում որ գցի Աստված չի բացահայտում որ խայտարակ անի Աստված չի բացահայտում որ ճիշտ ու սխալ անի քեզ ապացուցի տեսար եւ այլն չէ Աստված ապացուցում է որտեվ ինքը սիրում է Աստված ապացուցում ուզում է փոխի ուզում է ջարդի էդի որ մի հատ ուրիշ արսեն ունենա այո Աստված էս ասում Աստված սրա այդ գործ հիմա ես ասում եմ հպարտության ճանապարհը հպարտի ճանապարհը շատ կարճ է Իրա ոտքը սահելու է հպարտության ոտքը խստապարանոց չէ այո ասում շատ անգամ հանդիմանված մարդը եթե իր պարանոցը խստացնի հանկարծ ընկնելի է ու բժշկություն չգտնի այսինքն ինքը գիտի իրան ասվել է շատ անգամ ասվել հանդիմանել են կանգնել են ճակատինել են ասել դեմ ասել են ես չգիտեմ 1000 ձևի ասել են բայց այս մարդու պարանոցը վիզը այսինքն ինչի է վիզը ինքը նախ չի ուզում սենց անի սենց չէ գլուխը բարձր է խիստ է
չի ուզում քիթը բարձր է, չի ուզում իր վիզը կոտրի, հետո գիտեք ինչ կա դրա մեջ, պարանոցի մեջ Աբրահամ եղբայր վզի, որ ինչ որ մի բան հիմա Աստված ուզում է դնի քո պարանոցի վրա, որպեսի քեզ ինքը կառավարի։ Հասկացա ինչ եմ ասում, բայց դու թույլ չես տալի, քո կյանքի ղեկն է, դու ես քո կյանքը կառավարում։ Քո ցանկությունների լուծնա, քո ուզածնա դրած քո վզի վրա։ Դու ասում ես ես չեմ կարա էդի ընդունեմ, իմ չէ, ասկանք պարանոցը նաև դա է որ այո, եւ դու չես ուզում կոտրվես, եւ դու չես ուզում ուրիշ մեկը ղեկավարի քո կյանքը, տվյալ դեպքում Աստված։ Այսինքն այստեղ խոսում եմ նաև հեզություն բառի մասին, որը կոչվում է հեշտ կառավարվող Աստծո ձեռքով։ Ամեն։ Բայց այո, բայց հպարտ մարդը չի ուզում, որ Աստված կառավարի իր կյանքը, որովհետև երբ որ Աստված կառավարի իր կյանքը, ինքը ստիպված է լինելու լիքը ցանկություններից հրաժարվի։ Ինքը ստիպված է լինելու լիքը բաներ թողնելու եւ դրա համար ասում է ես կամ դե հենա օրինակ լսարան եմ ձեռք բերել։ Մարդիկ կան ինձ հավատում են, մարդիկ կան ինձ ընդունում են։ Լավ ամեն ինչ Աստված որ ուզենա կյանքից մեջ բաներ փոխի, միգուցե լիքը բաներ կորցնեմ եւ մենք ենք նստած, մենք ենք կառավարում։ Չես անելու այս գործը, որի հետ ես կապված էի։ Այո, մենք ենք կառավարում սա, դրա համար մենք չենք ուզում լսենք Աստծո ձայնը եւ փառք տանք Տիրոջը, իսկական փառք տանք Աստծուն։ Մեր սրտից հոգուց այդ փառքը բարձրացնենք իրան։ Սիրելիներ, հպարտությունը լավ տեղ չի տանում։ Ես ելնեմ դուրնես ով ուզում է լինի, բոլորիս կյանքերում ինչ որ ձևով ու ինչ որ չափով կա դրանք։ Մենք հանդիպում ենք մեր կյանքերի մեջ, մենք մեզ բռնացնում ենք ինձանից սկսած, որ մենք պահիտակ բաներ ենք անում դիմացինին դուր գալու համար կամ ինչ որ իրանց ինչ որ բան ապացուցելու համար, Աբրահամ եղբայր, չէ՞, որպես գոնե դենակ ամենափոքր բաներից մեկը ասեմ, եթե դու բան ես անում մարդու մոտ, ինչ որ բան ես անում դիմացինի մոտ քո մասին դրական կարծիք ստեղծելու համար ամենափոքր տարական բանով ասեցի մի հատ ստոպ տուր ու կանգնիր ու նայիր սրան ես անենց եմ կներես հիմա օրինակ անենց եմ ուզում անեմ Աբրահամ եղբոր մոտ իմ մասին դրական կարծիք ստեղծեմ ես խնդիր ունեմ ես պիտի կարենամ մի հատ ստոպ տամ նայեմ ես ինչի եմ ուզում այդ դրական կարծիքը ստեղծել իմ մասին Եթե ես խոնար եմ, եթե ես հեզ եմ, եթե ես ապրում եմ անենց ոնց որ Աստված ուզում այս թեմայի մեջ այսօրվա, որպեսզի ես անեմ, ես կարիք չունեմ դիմացինի մոտ դրական կարծիք ստեղծելու։ Ես ապացուցելու բան չունեմ։ Ինչի համար, որովհետև հասկացել եմ կամ հասկանում եմ, կամ այսօր կհասկանամ, որ հպարտ մարդու ճանապարհը շատ կարճ է, Սուրբ Գիրքն ասում է ոտդ սահելու է դու ընկնելու ես։ Եվ չի լինի մեկը, որ քեզ կանգնեցնի, ինչի համար չի լինի, որտեղ եթե դու Աստծուն չլսար, դու ոչ մեկին չես լսելու։ Այս դրա համար ասում, չի լինի մեկը, որ քեզ կանգնեցնի։ Եթե Աստված 50 անգամ խոսացել է, դու չես լսել ու ընդունել էդի, չես ուզեցել փոխես այդ իրավիճակը, դառնաս դրանից։ Էլով պիտի։ Էլ դու ումը կլսես, ոչ մեկին։ Մենք հայ ենք, չէ՞, sense խոսք ունենք, օրինակ, ասում է, ախպեր, եթե ես, օրինակ եմ ասում, եթե ես Աբրահամի ասածը չեմ արել, ուրեմն ոչ մեկի ասածը չեմ անելու, չէ՞, մենք sense բանն է։ Եթե ես իմ մեծ ախպոր ասածը, պապայիս ասածը չեմ արել, ուրեմն ոչ մեկի ասածը չեմ անելու, չէ՞, մենք հայ ենք, sense խոսք ունենք, Աբրահամ եղբայր։ Հիմա էս է ասում, քեզ ոչ մեկ չի կարա կանգնեցնի, բայց ո՞րն է հորդորս Աբրահամ եղբայր։ Քանի դեռ չի հասել այդ սահելու, ընկնելու պահը, որ ոչ մեկ մեզ չկարողանա կանգնեցնել, ես էլ այսօր կոչ եմ անում, դրա համար եմ խոսում այսօր։ Ինձնից սկսած անկեղծ եմ ասում։ Մենք մեր կյանքերի մեջ sense բաներ վստահ եմ կունենանք ինչ որ չափի ամեն մեկս։ Այսօր լսենք ու ճանաչենք Աստված ինչ ասում եւ դառնանք այդ հպարտություններից, որտեղ կրկնում եմ Աստված ասում է, լացում եմ դրա համար, որովհետեւ ես սենսա ինչ արեցի քո կյանքում ուզեցա փոխեմ դու չլսեցիր իմ լացը գալիս է դրանով ամեն բան արել եմ պակաս բան արել եւ ափսոսում եմ ոնց դու չլսեցիր ոնց դուք ձայն բան իմ ձայնի չհնազանդվեցիք Հիսուսը շատ գեղեցիկ ասում ես ուզում շատ եմ սիրում այդ խոսքերը շատ Եկեք ինձ բոլոր հոգնած եւ բեռնավորված։ Դες դու որ ասում ես
բեր մարդը ինչա վերցրել իր ուսերին, իր բեր, իր եսի, իր էգոյի, իր զգացումների բերնա վերցրել, որը շատ ծանր է։ Մենք չենք հասկանում դա։ Երբ որ մի օր բացահայտում ես, որ իրոք դու հոգնած ես, չէ, Հիսուս ասում է մի ձևով մեր լեզվով եկեք ինձ մոտ այ հոգնածներ, մի ձևով։ Ես բաց չեմ զգում այդ խոսքից։ Եվ ինչ ասում է սովորեք ինձնից, որ ես հեզ եմ եւ սրտով խոնար եւ իմ բեռը նկատում ես, այսինքն թույլ տուր ինձ որ այո ձեր վրա վերցեք այո թույլ տուր ինձ որ ես դնեմ այո եւ լուծը որ թեթևա եւ քաղցրա այո ես չեմ ասում պարանոց Աբրահամ եղբայր որտեվ լուծը դրվում է պարանոցին այո որպեսի ինքը քո գլուխը քո հայացքը քո կյանքի ուղղությունը ուղղորդի ճանապարհային քարտեզը ամեն դրա համար է ինքը դնում դրա համար է սա նշանակում է որ դու հեշտ ղեկավարվող ես այո ամեն եւ չի ասում տես վստահ որ դու այդ նկատի չունես քուրեր եղբայրներ եթե հպարտ եք հիմա խոնար եղեք դրա մասին չի խոսքը այսինքն դու չես կարա վերցնես ու այսօրվանից խոնար լինես դա սովորել է պետք սիրել է պետք դա ճանապարհային դուրս քարտեզ է ամեն կրկնում եմ մի հատ պետքա ստոպ տա մարդ Աբրահամ եղբայր դիմի մի հատ կանգնի մի հատ տենա մի հատ լայն նայի մի հատ շուրգա sense այս կոմենկոմ նայի ավելի լավ հասկանալու համար չէ մարդու մոտ բան վիճակ կա չէ ինքը էյֆորիան բանա էյֆորիա արբունք մենք դա ենք օգտալ հարփած իր եսով հարփած էյֆորիան այո ինքը սիրուն բառ կա բերկրաթմբիր չգիտեմ էյֆորիայի հայերեն բանը բացատրությունը բերկրա այսինքն մարդը բերկրանք է ապրել ու թմբրել է դրանից Ինձ հաջողություն ունեցե, հաղթանակ ունեցե, օրինակ արդեն բան ունի, հեղինակություն ունի, իրան մարդիկ արդեն ընդունում են որպես հոգևոր մարդ, բան եւ այլն, չէ՞, այսինքն ինքնասիրարված, չէ՞, այսինքն այս մարդկանց տված այս բերկրանքից ինքը վայելել է ու թմբրել է գիտի վերջ իր համար այտենց եկե գնալու է մի հատ ստոպ դուր մի հատ sense մի հատ սթափվիր մի հատ տեսուր ես այդում մի հատ տես ինչի համար ես անում մի հատ տես ում ապացուցելու բան ունես եւ այլն հիմա օրինակ ասма սերը չի հպարտանում չէ Պավլոս Կորինթացիները հիմա ում վրա ենք հպարտանում Աբրահամ եղբայր մարդու չէ ես քո վրա եմ հպարտանում քո համար չէ քո վրա Ես հպարտանում եմ, այսինքն, եթե մարդը հպարտանում է, 100%-ով կարա ինքը վստահ լինի, որ ինքը ում վրա հպարտանում է, ինքը իրան չի սիրում։ Չպարզ խոսք է, չէ, Աբրահամ եղբայր, հոսքալ չեմ ասում։ Չէ։ Եթե ես քո վրա հպարտանամ, կամ հպարտություններ ցույց տամ քո վրա։ Պարծենամ, գոռոզամիտ լինեմ քո նկատմամբ, Հա, իմ նկատմամբ։ Քո նկատմամբ։ Հպարտ լինես։ Հա։ Ուրեմն ես քեզ չեմ սիրում։ Հա, բա ոնց։ Որտեվ Սուրբ Գիրքն ասում է սերը չի հպարտանում։ Առավել ծաղրանք է դա համարվում։ Այո, չի հպարտանում։ Եթե ես սիրեմ, չեմ հպարտանա։ Հիմա առավել եւս Աստծուն։ Ես եթե ուզում եմ Աստծուց վերցնեմ, Աստծուն պատկանողին վրա վերցնեմ, ուրեմն ես չեմ սիրում Աստծուն։ Մենք ում վրա կամ ում դեմ որ հպարտանում ենք, մենք այդ անձին չենք սիրում, Աբրահամ եղբայր, Սուրբ Գիրքն ասում, չէ՞։ Դրանից հետո ասում է չի գողանում։ Չէ՞, այդ նույն տեքստի մեջ է։ Եթե ես Աստծուն սիրեմ, ես իրան պատկանող բանը չեմ գողանա։ Ես չեմ վերցնի, օրինակ, այն փառքը, որ պատկանում Աստծուն, ես վերցնեմ ին վրա էդի Աբրահամ եղբայր։ Եթե ես սիրով, որտեվ սերը ինքը մենակ տվող է հիմնականում Հպարտությունը կարևոր բան եմ ասում։ Հպարտությունը ինքը վերցնող է, սերը ինքը տվող է։ Ճիշտ ես։ Շատ ճիշտ է։ Խոնարհը տվող է, հեզը տվող է, սերը տվող է, հպարտությունը վերցնող է։ Նա չի սիրում տալ։ Օրինակ, մենակ ֆինանսի մասին չի։ Եթե դու օրինակ մեկին չես ուզում մի հատ ժպիտ տաս, Դու չես սիրում, դու հպարտ ես, դու վերցնել ես սիրում, դու ուզում ես բոլորը քեզ ժպտան, բայց դու ոչ մեկին չժպտաս, սա հպարտություն է։ Սա
տալու դա չտվող բնավորությունն է, որ ուզում է ինքը չժպտա, ջերմ խոսքեր չասի, ջան ու ջիգարով չխոսա, քաղցր չխոսա, բայց բոլորը իր հանդեպ տենց լինեն։ Սա հպարտ մարդու դրսևորում է։ Դա սա տալ չսիրելու բնավորությունն է, Աբրահամ եղբայր, որ ինքը չի սիրում տալ։ Ամեն։ Հիմա, եթե կրկնում եմ, ես հպարտանում եմ Աբրահամի վրա, ուրեմն ես չեմ սիրում Աբրահամին, որտեվ սերը չի հպարտանում, այլ ընդհակառակը։ Ամեն։ Հիմա Պողոսը Կորինթացիներին ասում է մի հատ պատմություն ինչ էր տեղի ունեցել, կարճ նոր Աբրահամ եղբայր, առաջ Կորինթացից 4, 18, 19, 20 այդ համարներից միջև վերջ 21 համարը, կարծեմ վերջանում է։ Ասում ձեզանից ոմանք հպարտացել են խորհելով, որ չեմ գալու էլ ձեր մոտ։ Բայց այդ ինչ հպարտություն։ Իրականում ասում բայց գալու եմ, եթե Տերը կամենա, եւ հասկանալու եմ հպարտացողների ոչ թե խոսքեր, այլ զորությունը։ Այդ ինչքան կարևոր բան է ասում, հեսա նայենք իրար հետ։ Այսինքն ինչ էր տեղի ունեցել Կորինթոսի եկեղեցում, Պողոսը բավականին ժամանակ չէր կարողանում գնալ Կորինթոս, հայտնվել էին եկեղեցում մարդիկ, ուսուցիչներ, վարդապետներ, դե որպեսի մեկը տեղավորվի քո տեղը, ինքը նախ պետքա քո մասին վատ խոսա։ Հա։ Չէ՞։ Որ դու դուրս, որ քեզ դուրս մղի, ինքը տեղավորվի։ Դրանք երկիչները երաշտական աշխարհ ասում են լոդկենք։ Լոդկենք, հա, ներող ես դուր լսա այդ բառը, հա, լոդկենք։ Ուզում էին Պողոսին լոդկենք, էլի։ Հա, հիմա եկել էին, ուզում էին տեղավորվեին, ու Պողոսի մասին այդպես խոսում էին, որ ինքը էս չի, բայց չի գալիս, էլ չի գալիս եւ այլն։ Տենում եք, որ ձեր էլ դուք էլ ձեզ չի սիրում, դուք ինքը անտարբեր է դառը ձեր հա, տենում եք, բայց մենք ձեր հետ ենք, մնում ենք ձեր մոտ, ձեզ սովորացնում ենք եւ այլն, ու սենց քո ասած Պողոսին ուզում էին լոդկեին ախպեր ջան, դուրս թողեին, ու սենց, բայց մտածում էին, որ ինքը էլ չի գալու, ասում է, իրանք այսինքն, նայեք, եթե դու մտածում ես, որ էլ մեկին չես տենալու, դու կարաս հպարտ մեծ խոսաս իր մասին, անգամ վիրավորական բաներ խոսաս, չէ՞։ Բայց երբ որ իրան տենում ես, հա, արդեն դառնում ես, չէ՞, անգամ խոսակցությունը տա փոխվում արդեն այդ ժամանակ։ Հիմա Պողոսն ասում է, ես գալու եմ։ Հիմա ասում են, այք դուք ասում եք Պողոսը սենց, խոսում եք մեծ, բայց ձեր խոսացածի մեջ զորություն չկա։ Ասում է, այդ մարդիկ, ովքեր որ ձեզ լսում են, եկեղեցին Կորինթոսի, ասում է, իրանք ձեր հպարտացած մեծ խոսքերն են լսում, բայց ես երբ որ գամ, ձեր խոսացածին չեմ նայելու եմ ձեր խոսացածի մեջի զորությանը, ձեր խոսացում մեջ, ձեր խոսացածի մեջ զորություն կա, թե չկա, այսինքն ձեր խոսացածը փոխում է, թե չի փոխում, ձեր խոսացածը կյանք տալիս է, կյանք է, թե կյանք չի։ Հիմա գրում է հետո ինչ ասում է գավազանով գամ, թե սիրով գամ։ Մի հատ ուրիշ թարգմանացն թե սիրո եւ միտեղ ասում է սիրո եւ հեզության հոգով, մի ուրիշ թարգմանության մեջ ասում է սիրո եւ ազնվությամբ։ Ազնվություն բառն է գրում։ Հիմա նայեք, ասում է գավազանով գամ, ինչ եմ անելու։ Ես սենց եմ հասկանում, Աբրահամ եղբայր։ Գավազանել է պետք։ Եվ սերել է պետք, բայց գավազանով գնալու կամ գավազանով խրատելու դա մեթոդն է, գավազանը մեթոդն է, բայց դրա մեջ էլ սեր կա։ Այո, չսպանելու, այլ ապրեցնելու։ Դրա մեջ էլ սեր կա։ Հիմա կարող եմ մենք իրարու գավազան ցույց տան, գավազան ինքը իշխանությունն է, չէ՞։ Դու կարող ես քո իշխանական դիրքից, քո ենթակայի կամ քեզնից ցածր եղողի պաշտոնը իր հետ քո իշխանության գավազանով խոսաս, բայց մենք իրավունք չունենք այդտեղից խոսանք, մենք թեև գավազանով ենք խոսում, բայց մեր նպատակը սերն է ու ապրեցնել այդի պիտի լինի, այսինքն Պողոսի ասած գավազանի մեջ էլ սեր կա, բայց շատերս էդի չենք հասկանում, չէ՞ Աբրահամ, եւ վտանգը ինչու՞մ է ջիգար, որ օրինակի համար ասում է իմ հետ բանից խոսած, սենց վերջ է, էլի, այսինքն վերևից խոսած օրինակ, չէ, պաշտոնից խոսած, սենց մի տեսակ խիստ խոսած, մի տեսակ կոշտ խոսած, բայց կարա լինի սրա վատը, կարա լինի սրա
լավը, որի մեջ Հավասար սեր կա, դատողություն այսինքն չպիտի անել։ նպատակը Աբրահամ եղբայր, ապրեցնելն է, Արդյունքը, սերն է, այո։ արդյունքը։ Ես ուզում եմ Արսենը փոխվի, եթե ինքը սիրո լեզուն չի հասկանում, ես իր հետ կխոսամ գավազանի լեզվով որպես մեթոդ, բայց իմ նպատակը Արսենի փոխվելն է։ Երբ որ մենք սենց, ասեք, Պողոսի դեմ ինչքան, հիմա ես օրինակ եմ ուզում սովորեմ ստեղ Պողոսից, Աբրահամ եղբայր։ Ինչքան հպարտացած մեծ Պողոսի դեմ բացասական բաներ էին խոսում Կորինթոսի եկեղեցում, բայց ինքը մի հատ նպատակ ուներ։ Ասում էր գալու եմ, թեև, այսինքն, եթե դուք հիմա չփոխվեք այս նամակից հետո, ես գավազանով եմ գալու, բայց նպատակը սերն է, ձեր փոխվելն է։ Ձեզի արանքից հանելը չի, ձեզի խայտարակելը չի, ձեզի, չգիտեմ, սենց ճիշտ ու սխալ անելը չի, չեմ ուզում, որ դուք ասեք, ընդունեք և այլն, ուզում եմ, որ դուք փոխվեք, բայց եթե իմ այս նամակից հետո դուք փոխվեք, ես մեկա գալու եմ, բայց գալու եմ սիրով, էլի եմ խոսալու, բայց մեթոդը լեզուս փոխված ալնելու, գաղատացիներին հիշում ես ինչ ա գրում, ասում որ ձեզ կախարդեց։ Հա, բայց ուրիշ բան եմ ասում, ճիշտ ես ասում, նայ, ասում մտե խափել էին, չէ, գաղատացիներին սուտ խափեցերը, մարգարեները, չէ, ասում անես կուզեի հիմա ձեր մոտ լինել և իմ ձայնը փոխել։ Շատ լավ։ Հիշում ես այդ խոսքը։ Չեմ հիշում, բայց հավատում եմ։ Ասում և կուզեի հիմա ձեր մոտ լինել և ձայնս փոխել։ Գիտես, ես նայեցի, այլ ասենք, այսինքն խիստ տարբեր ձևի, նայ, այս սկզբից ուրիշ ձև եմ խոսացել, բայց հիմա կուզեի տելնել ու ձայնս մի քիչ ուրիշ ձև խոսայի։ Այսինքն խոսալու մեթոդի մասին է խոսում տարբեր մեթոդներով։ Հիմա մեր հանդեպ էլ կարա Աստված խոսա տարբեր մեթոդներով։ Մենք իրարու հետ կարանք խոսանք մեր ձայնը փոխելով տարբեր մեթոդներով։ Այդ ձայնի փոխելը գավազանը դրանք նույն մարդուն, նույն համայնքին, նույն մարդու կողմից, հասկանալի եմ ասում, խրատելու մեթոդների միջոցի մասին է խոսում Սուրբ Գիրքը, Պողոս առաքյալը եւ այլն, բայց մի հատ նպատակ կա, որ մարդը կյանքը փոխվի, որովհետև սիրում է ինքը։ Արսեղ, այստեղ մի բան ուզում եմ հիշեցնել, նաև չգիտեմ այդ համարը պատրաստել ես թե չէ, բայց հայտնության 3-րդ գլխի մեջ Հիսուսը շատ դիպուկ եւ եկեղեցում չմոռանանք, սա շատ կարեւոր է։ Լավոդիկեի եկեղեցուն ասում է, որովհետեւ ասում ես, թե ես հարուստ եմ, այդ որ դու ասիր այդ էֆորիան, հարուստ եմ, մեծացա, շատ գիտեմ եւ ոչ մի բանի կարոտ չեմ։ Ասում է, բայց չգիտես թե դու թշվառ ես, ողորմելի եւ աղքատ եւ գույր մերկ ես։ Եվ ստեղ 19-րդ խոսքը ասում է ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում եմ եւ խրատում եմ, ուրեմն ջանք արա եւ ապաշխարի։ Մի հատ հետաքրքիր ցուցիչի մասին խոսանք։ Մենք չենք բացառում, որ կարող է հպարտանանք։ Չենք բացառում, իհարկե, չենք բացառում։ Բացառություն չի։ Անկամ եկեղեցում է Աստծո որդիներին, որովհետև ասում է ես սիրում եմ քեզ, դրա համար եմ հանդիմանում։ Նկատում ես։ Սիրուց, քո խոսքի վրա։ Այո։ Բայց դու պետք է ապաշխարես։ Ցուցիչը սա է։ Եթե մենք սիրում ենք եւ սիրված ենք, ես սիրում ենք, անպայման կա ապաշխարություն։ Պետք է լինի ապաշխարություն։ Եթե սա չկա, խնդիրը սրա մեջ է։ Խնդիրը հպարտանալու մեջ չի։ Խնդիրը չապաշխարելու մեջ է։ Ամեն, որ հպարտանում է ու չի ապաշխարում։ Ու չի ապաշխարում։ 1000 հատ խրատից հետո չի ապաշխարում։ Չի ապաշխարում։ Ամեն։ Մենք այտենց ծնվել ենք, լավ ասիր, մենք չենք բացառում հպարտանալը։ Չէ՞։ Այո, չենք։ Բոլոր մարդկանց էլ կարա լինի։ Բայց Աստված չի ֆիքսվում դրա վրա։ Այո։ Աստված ասում է ես ֆիքսվել եմ նրա վրա, որ դու ապաշխարես։ Իմ պահանջը քեզանից է սա։ Ես մատնացից եմ անում, դու ինչ ունես։ Այո։ Եվ պահանջ եմ դնում, որ դու պիտի ապաշխարես, չէ՞։ Այնտեղ դու երկու հատ հետաքրքիր բառ կարդացիր։ Ասում ես, չէ՞։ Դու դες չեք կարդացիր։ Դու ասում ես ես սենց եմ, այսինքն դա խոսում է նրա մասին, քո կարծիքը քո մասին ինչ է, հետո ասում է, բայց չգիտես,
Չգիտեմ։ Ու իր կարծիքն է ասում արդեն, Աստված իր, այսինքն մեր կարծիքը մեր մասին ինչքան է տարբերվում Աստծո կարծիքից կամ խոսքից մեր մասին, Աբրահամ եղբայր։ Ես իմ մասին կարամ ասեմ, ես հարուստ եմ, հոգևոր։ Պատահում է։ Կարիք չունեմ, ամեն ինչ ունեմ, եմ, իմ մասին իմ ասած կարծիք սարքեմ, բայց հանկարծ Աստված խոսա, տեսեք, երկու հոգի խոսում են, Աբրահամ եղբայր, երկու հոգի խոսում են նույն մարդու մասին։ Չէ՞։ Մեկը դու ես քո մասին խոսում, մեկը Աստված է քո մասին խոսում։ Այո։ Դու քո մասին ինչ ես ասում, Աստված քո մասին ինչ է ասում։ Լրիվ տարբեր է, չէ՞։ Բայց եթե ինքը չխոսա, մենք ամբողջ կյանքում մտածելու ենք անեց ոնց որ դու սկզբնական միջև ստորակետը կարծացիր իմ մասին ես էտի դու ես ինձ էտի ասում ես էլ եմ քեզ դրական ասում մենք մի տեսակ սկսել ենք իրարու հատուկ գովալ ճիշտ ես կա տես բան մենք իրար սկսել ենք հատուկ գովալ հատուկ խոսքեր իրար ասել իրարու բարձացնելու կամ եւ այլն մտածում ենք որ այդ գովասանքի խոսքերը չէ հիմա հաճոյախոսություն են ասում հիմա դու հեղինակավոր մարդ ես Դու որ իմ մասին դրական բան ես ասում, եթե ես էլ երեխալն եմ, դու լավ ես անում որ ասում ես։ Տենում ես, ասում ես, քաջալերում ես։ Չգիտեմ, մեջդ մի բան արթնացել է, ասում ես, բայց եթե ես երեխալն եմ, փոքր, չհասկանամ, ուզենամ դրանով թևեր առնեմ, թռնեմ, ես սկսելու եմ քո ասացի հիման վրա իմ մասին կարծիք կազմել։ Ճիշտ եմ, չէ՞ ասում։ Դրա համար 50-ական եկեղեցում շատ հետա գեղեցիկ բան կար, ասում էր եղբայր ես քո մասին մի բան դի ասեմ, բայց դու չպարտանաս։ Բայց դու չպարտանաս։ Չէ, հիմա երբ որ Աբրահամ եղբայր, երբ որ ես սկսում եմ իմ մասին կարծիք կազմել դիմացինի ասածներով Երբ որ ես սկսում եմ իմ մասին իմ մեջ ասել, չէ, որ դու ասիր, դու քեզի սենց ես ասում։ Հիմա ամբողջ հարցը սրանում է այս խոսքի, դու քեզի ինչ ես ասում։ Ինչ կարծիք ունես քո մասին։ Ինչ կարծիք ես քո մասին։ Այսինքն նայեք, ես չեմ խոսում Աստծո որդի լինելու մասին, որ բոլորս Աստծո որդի։ Ես չեմ խոսում մեղքից ներված, ազատված, փրկված լինելու մասին։ Դրանք պարզ է, երեխայական չասենք, էլի։ Ես խոսում եմ նրա մասին, որ դու քո մասին ինչ ես ասում դու։ Բա մենք փրկված ենք, փառքտիրը չէ։ Սրա մասին չի խոսքը, մենք վերջը լիքը բաներ կա, որ մերն է էդի։ Սրա մասին չեմ ասում։ Ես խոսում եմ նրա մասին, որ այդի ես եմ անում, այդի ես արեցի, այդի ես կարամ անեմ, այսի ես եմ, դուք պետք է ինձ լսեք, դուք պետք է ինձ հնազանդվեք, այսի դու արդեն այն որ Պողոսը Կորինթացիներին ասում է, մտածում եք ամեն ինչ առակ, ամեն ինչ ունեք, թագավորեցիք, ասում է Երանի տենց ելներ։ Շատ։ Երանի տենց ելներ, չէ՞։ Հիմա մենք ես կարամ իմ մասին 20 տարի ինձ կերակրեմ, թե ես ինձ ինչ եմ ասում, որ ամեն ինչ ունեմ, հանկարծ 21-րդ տարում կարա Աստված խոսա ասի Արսեն բայց Աբրահամ եղբայր նկատել ես դա մի ամբողջ եկեղեցու է ասում վիճակ է այսինքն որևէ եկեղեցի կարա գնա այտենց լուրջ կարծիքի ինքնաբավ հպարտության մեջ ու չնկատի ու չիմանա ինչ է ամբողջ եկեղեցին կարա մի հատ համայնք մեծ շարժում կարա իր մասին այտենց անուն անի ինքն իր մասին ինչ է ասում բայց հանկարծ Աստված խոսա ժխտականով ասի բայց չգիտես ես անկեղծ եմ ասում ուզում եմ այսօր վաղը երեք չգիտեմ մի շաբաթ հետո Աստված ինձ ասի հանդիմանական խոսա ասի Արսեն դու չգիտես որ դու սենց ես նայ շատ հետաքրքիր դու գիտես ավետարանը դու գիտես Աստվածաշունչը դու աստվածաբանական կրթություն ես ստացել աստվածաբան ես դոկտոր ես գիտես ամեն հարցերի պատասխանը բայց եթե սա չիմանաս լուրջ խնդրեմ ախ այո պետք է այո այս բանը չիմացած դու խնդրեմ ունես այո որտեղ դու այն ինչ գիտես ստե ինչ որ գիտես այստե ինչ որ գիտես սրա հետ կապ չունի էլի չէ Աբրահամ եղբայր շատ կարևոր է դու քեզ ինչ ես ասում չէ դու քեզ ինչ ես ասում հիմա այն օրը մեր մոտ եմ ասում շատ հետաքրքիր բան է նայ Եփեսացիներին ասում է Եփեսացիների Եփեսոսի եկեղեցու Եփեսոսի գովում է չէ սկզբից Եփեսոսի եկեղեցուն ասում է դու
բան ունես Նիկողայոսյանների վարդապետությունը մի խոսքով չես հանդուրժե դուրս է շպրտե, բացատրած եմ ասում միտքեն իմաստը, բայց բան ես անում, սերը թողել ես։ Նեղություններին համբերեցիր, իմ հանունի համար աշխատեցիր։ Բայց սերը թողել ես, առաջին սերը։ Թողել ես։ Պերգամոնին ասում է սերդ պահել ես, բայց հանդուրժել ես Նիկողայոսյանների վարդապետությանը։ Այսինքն երկուսն էլ, տեսեք, ամեն մեկին տարբեր մի բան ասում։ Մեկը այն մոլորությունը չի հանդուրժե, բայց սերն է թողել։ Այս մեկը հանդուրժել է, բայց սիրում է Տիրոջը։ Առաջի սերը չի թողել։ Որն է մեզ խրատի համար, որ մենք չենք կարա մի բան անենք մյուսը թողելու հաշվին Աբրահամ եղբայր։ Չէ՞։ Մենք օրինակ մեզ էդի սովորեցնում է, որ համ սերդ պիտի պահես, չէ՞։ Համ էլ գործես։ Համ գործես, օրինակ եթե հաջողված։ Այլ կա, ասենք, եթե օրինակ մոլորություն կա, դու պետք է չհանդուրժես դրան։ Չէ, ես այդպես եմ հասկանում, որտեղ ինքը հանդիմանում է այդտեղ եկեղեցու։ Հիմա միջև ինքը չի խոսում, մենք չենք իմանում մենք ինչ պիտի անենք։ Շատ այ դու ճիշտ կետին կպար։ Ինքը պետքա խոսա, որ մենք իմանանք մենք ինչ ենք անում։ Ինքը խոսում է, մենք չենք լսում։ Հա, ուզում եմ ասեմ, այդ խոսալը ի նկատի ունեմ, որ արդեն ընկավ տեղը, հասկացանք։ Այո։ Ընկելա տեղը, գայքեն եկելա, ձգվելա բոլտի վրա, ընկելա տեղը, всё, մերն այդի։ Այո, եղբայրը։ Երբ որ հասկանում ենք, նոր իրականությամբ ճշտով նոր սկսում են գործել, թե ես ինչ պիտի անեմ։ Լույսի մեջ քայլել։ Հիմա դու շարունակությունը որ կարդար չի ասում, բայց դու աղքատ ես, մերկ ես, քույր ես, չէ՞։ Բայց նայ, ինքը մեր նման չի, Մենք մարդուն հանդիմանում ենք, ելք չենք կարում ասենք ինչ անի, բայց ինքը որ հանդիմանում խրատում է, ելք ասում։ Հիմա, հա, հասկացա տեր, մերկ եմ, քույր եմ, աղքատ եմ, բա ինչ անեմ, ասում է ընձնից էս ինչ բան է վերցրա։ Կա ելքն է տալիս, բանալին է տալիս, չէ՞։ Դեղ դիր աչքերի, չէ՞, այս արա, այս այսինքն ելքը տալիս է, էսի սենց արա, որ սենց լինի։ Մենք ստեղ էլ պրոբլեմ ունենք Աբրահամ եղբայր։ Ինչ անեն։ Մարդիկ մեզ կարան խրատեն, հանդիմանեն, խոսան, ասեն, ինչպիսին ես դու, բայց չասեն ես հետո ինչ պետք է անեմ։ Չեն էլ կարա ասեն։ Ով կարա ասեն։ Եթե ընդեղից է ասվում, եթե ընդեղից ասվում, այո, եթե ընդեղից է կարա ասի, եթե չէ։ Այո։ Աբրահամ։ Ամենայն դեպս ընդեղիցն է որ մեզ փրկում է։ Էտա փոխում, էտա փրկում։ Դա է ազդեցիկը Աբրահամ եղբայր։ Բայց արի ընդունենք, որ մի հատ տեղ կա, մի հատ սահման տոճկա կա, որ եթե մարդը իսկապես դարել է շատ խստապարանոց, հա, մենք սուր գրքում ունենք, չէ, որ ի վերջո ինքը այդպես էլ մնում է չի ընդունում։ Չէ, մի հատ տոճկա կա, որ Աստված էլ 10 անգամ խոսա։ Վերջնակետ, այսինքն մարդը չի ընդունում ու վերջին չի ուզում։ Չեմ ուզում, սենց լավ է իմ համարիա, սենց է։ Բայց ցավոք սրտի, որ ասենք ցավոքը այն առումով, որ սա կարա լինի հոգևոր հավատացյալ մարդու մեջ կարա լինի էդի, որ մարդը, չէ, Աբրահամ եղբայր, նա ուրա մարդը ի վերջո չփոխվի։ Լավ չես ասում։ Այո, ընդհանուր առմամբ բայց գիտես ինչ, մի բան մտքովս անցավ, կարամ ասեմ, չնայած ժամանակն է արդեն լրացել է, նայ, ասում է կնկնի և նրան օգնող չի լինի կամ փրկող չի լինի, դա մի ձևով չի նշանակում, որ դեռ վերջացավ իր համար, ինքը կփնտրի օգնողներ, չի գտնի, գուցե վերջում նորից կվերադառնա Տիրոջը։ Եթե այս Երեմիայի համարով ես ասում, ասում է կանգնեցնող չի լինի։ Այսինքն ինքը ընկնելը 100%-ով ասում, որ ոտքը սահելու է ընկնելու ես, հետո ես հավատում եմ, որ Աստված կարա մի հատ միջոց անի։ Անառակ որդու օրինակ պատմությունը չէ, ընկավ, բայց հասկացավ, ապաշխարեց և հետ եկավ և խոստովանեց ու ես հավատում եմ սրան։ Ես մի ձևով գիտես բայց ես չեմ կարում ընդունեմ էդի Աբրահամ եղբայր, որ օրինակ 100-ից 100 բոլորի դեպքում կարա լինի։ Ես մի փոքր իմ հասկացողության մեջ չեմ ասում պնդում եմ, բայց իմ հասկացողության մեջ մի փոքր
1% բացառության տեղ եմ։ Արի ես քո հետ չեմ ուզում ընդդիմանամ կամ վիճեմ, բայց մտածենք այս ուղղությամբ։ Նայ, Հիսուս ինչ է ասում։ Ում որ սիրում եմ, հանդիմանում եմ եւ խրատում եմ։ Ուրեմն ջանքարա, տես, խնդիրը սա, այս խնդիրը նրա մեջ է, որ իրական Աստծո որդին վերստին ծնված, նա Աստծո գենը ունի իր մեջ։ Ամեն։ Որը տանելու է ապաշխարության։ Այսպես Աստված կորցնող Աստված չի։ Ամեն։ Ես դրա հետ համաձայն եմ։ Էս եմ ուզում ասեմ, ավելի բան չեմ ուզում ասեմ։ Ինքը չի կորցնում։ Ինքը որովհետեւ ասում ես կծետ մի ուրիշ տեղ է, չէ՞, Աստված իր որդուն ծեծում է, խրատում է։ Բայց մեր կողմը կա թե չկա դրա մեջ։ Չի կարա չլինի, որովհետեւ Աստծո գենը կա մեր մեջ։ Չէ, ասենք օրինակի համար ես անենց լինի, որ ի վերջո այդ կողմով չշարժվա։ Չես կարա չշարժվես։ Այսքան պարտադիր պետք է լինի, Այդ գենը քեզ ստիպելու է։ Անկախ ամեն ինչից, քանի կենթանի եմ, քանի կենթանի ես։ Դա ինձ կստիպի, որ ես վերադառնամ։ Այո։ Այսքան անդունդի եզրում է լինես, ինքը գալու է քեզ բերի իր հոտի մեջ խառնի։ Ես դրան եմ հավատում։ Ես էլ եմ հավատում, բայց ասում ես ի տարբերություն ինձ ու քեզ, ես 1% բացառության տեղ թողնում եմ։ Կարող է, ես չեմ ընդդիմանում։ Ես չեմ ասում Աստված։ Ես ինչ պետք է լինի։ Հենց այդ ինչ պետք է այդ 1%-ն է, էլի չեմ ասում։ Այդ 1%-ը կարող լինի։ Չեմ ասում, այդ ինչ պետք է, ես էլ Իմ գործը չի փրկելն ու կորցնելը, մեր գործը չի, բայց փորձում ենք նաև հասկանալ, որ երկու պատճառ կա, կամ ես խաղացել եմ Աստծո որդու դերում, ասել եմ ես վերստին ծնված եմ, խաղացել եմ, կամ էլ ես ինչ պետք է լինի, որ կորեմ, որովհետև իրոք կա այդպես երևույթ էլ կա Արսենը։ Չենք շեղվել։ Ես ուղղակի իմ տեսակետը ասեցի, որ իմ համար կա այդ բացառությունը, այդ 1%-ի, որ ես դեմ չեմ, որ Աստված ամեն ինչ կանի, Թագավորացի մեջ մի հատ համար կա, մի անգամ ասել եմ ստեղ ձեր եթերում, ասում է Աստված հոգի չի առնում, այլ խորհուրդներ է խորում, ոնց աքսորվածին հետ բերի։ Ես հավատում եմ սրանց անառակ որդու օրինակով եւ շատ-շատերի օրինակով, որ կա Սուրբ Գրքում, բայց իմ մոտ հասկացողությունը այսպեսին է, որ մի հատ տոճկա կա, մի հատ տեղ կա, որ եթե այսինքն դու կարաս ի վերջո չուզենաս էդի։ Այսպես ասեմ էլի։ Դու կարաս ի վերջո էդի չուզենաս։ Թեկուզ քո ասած գենը կա, այդ բանը կա, բայց կամ կեղծվել եմ։ Կեղծել եմ, սթել եմ։ Օրինակի համար այդ նույն գենը կար, ոնց մարդը գնաց օրինակ, որ հետո Աստված ջանքանում իրան հետ բերի։ Այո, կարանք գնանք։ Այդ եմ ասում։ Ոնց որ կարանք գնանք, մտածում եմ այտենց էլ ի վերջո, այսքան հնարավոր է, որ ես չուզենամ գամ։ Ես էլ այտենց եմ կարծում։ Չեմ վիճում։ Ես էլ չեմ վիճում։ Դա իմ բարսկայր ասած դա իմ կարծանքն է։ Ասենք շատ կարևոր թեմա է, եթե վերջաբանին ասեք, սիրով լսենք եւ լավ, արդեն փակեցի։ Չէ, ինչի փակիր։ Աղոթենք լավ։ Չէ, եզրափակի, ես ուղղակի Էս եմ ասում սիրելիներ նաև, որ դու կարող ես քո տեսակով հպարտ մարդ չես, բայց հնարավոր է դու ընթացքում հպարտանաս ինչ-որ ձեռքբերումներով կամ ինչ-որ բաներով, Աստված քեզ օրհնի բարձրացնի, բայց միշտ հիշի, մի հատ բան կա, որին Աստված դեմը ասում է, ես քեզ դեմ եմ, դա հպարտ լինելն է։ Երբ որ մարդ ասում, բայց քեզ սարսափելի բան է։ Ես քեզ դեմ եմ ով հպարտ։ Ինչքան ուզում ես բեմից աղաղակ, ինչքան ուզում ես ամեն օր խոսա, եթե Աստված մեր կողմն է, ով կարա մեզի հակառակ լինի։ Հենց հպարտենք, հենց ինքը մեզի հակառակ է։ Որտեղ նայեք, ինքը ես ուզում եմ հասկանանք, որ ինքը մարդուն չի հակառակ, ինքը հպարտությանն է հակառակ, ինքը քեզ սիրում է։ Ինքը քո կողմից է։ Այո, բայց հպարտություն կա, ինքը այսինքն դու չես հաջողվելու։ Աստված հել է պատկերացրա, Աստված sense հելելա կանգնելա քո դեմը, sense փակել ասում է, լսի, ես քեզ դեմ եմ, մի գնա այդտեղով։ Սահելու ես ընկնես ստոպ դուր, որտեվ հպարտությունը քեզ տանելու է ընկնելու, չէ՞, Աստված հետ բերելու այսօր հնարավորությունը կա, այդ ամեն ինչը կա վերականգնվելու, մտածենք այս ուղղությամբ Աբրահամ եղբայր, եւ ինչպես որ ամենասկզբից ասեցի, ըստ իս իմ կարծիքով,
Իմ համեստ կարծիքով, որ ոչ լեզվաբան, ոչ հայոց լեզվի մասնագետ, ասեմ, հպարտ բառի մեջ այդ պարտվել իմաստը կա, ըստիս, որ Վերջը պարտությունը։ Վերջը ինքը տանում է պարտություն, հպարտ մարդը չի կարող հաջողվի Աստծո գործի մեջ։ Միգուցե աշխարհում հաջողվես, միգուցե լիքը բաների մեջ հաջողվես, քեզ արգեն, հարստանաս, չգիտեմ, փող ունենաս եւ այլն, հեղինակություն ես ուզում հպարտությունով սարքես էդի, բայց Աստծո գործի մեջ, հոգեվորության մեջ հպարտ մարդու մոտ կա ի վերջո պարտություն, ինքը չի հաջողվելու։ Ես այդպես եմ հասկանում Աբրահամ եղբայր եւ թույլ չտանք, որ չուզենանք, այսպես դառնանք, որ Աստված չասի, ես քեզ ասեցի, բայց դու չարեցիր, ես էլ լացում եմ դրա համար, ոնց չուզեցար դու էդի։ Ոնց չսիրեցիր խոնարհությունը, ոնց չսիրեցիր, ոնց չդարձար, չապաշխարիր, չգիտեմ, հետ չեկար, ոնց էլ ասենք կլինի Աբրահամ եղբայր։ Հպարտ մարդը տալ չի սիրում։ Շատ իրոք շատ լավ է, ոչ մի բան, այո, ոչ մի բան տալ չի սիրում ախպեր ինքը անգամ եթե տենաս մի բան էլ տալիս է վերցնելու համար, որ ասես մալադեց, այդ ապրի ինքը դա վերցնել է, որ դու իրան գովում ես, դա վերցնել է, իր համար դա վերցնել է, ինքը տվել է, որ վերցնի, բայց խոնարհի մոտ այդպես բան չկա, ինքը տալիս է, չի սպասում։ Լարի բնդեղ այդ գենն է, տիրոջ գենը խոսում է, տիրոջ գենը խոսում է, Արսեն եղբայր, գիտես, դու որ խոսում ես մտածում ես, ինչ լավ է, Տեր, շնորհակալ եմ, որ մեզ տվել ես հնարավորություն ապաշխարելու, սիրել ապաշխարությունը, դա գիտես ինչ է, դա շատ վեհ բան է, դա ու զորություն է, սիրել այդ շանսը, որ Աստված տվել է, եւ դա դու ոչ թե ֆիկտիվնի ես օգտագործում, այլ իրականում գիտակցում ես խնդրի լրջությունը եւ ապաշխարության ճանապարհով դու փոխվում ես, մերժում ես հպարտությունը, մերժում ես եսակենտրոն կյանքը, քեզ համար դա ատելի է, եթե անգամ ընկել ես, համաձայնված չես նրա հետ, սա էլ է կարևոր։ Այո, հպարտացած մարդու խոսքի մեջ զորություն չկա։ Սա էլ շատ կարևոր, այո, խորհուրդ է։ Սուրբ գիրքն ասում։ Փուչիկա, հա, խոսքերը դառնալ ինքը մեծ է, շատ մեծ է, բայց փուչիկա օդա մեջը կշիղ չունի։ Ինչի զորություն չկա, որտեղ ինքն իրան է ներկայացնում։ Աստված չի կանգնած դրա հետևը։ Այո, ինքն իրան է, հպարտ մարդ ինքն իրան է ներկայացնում, Աբրահամ եղբայր։ Խոնարհ մարդը Աստծուն է ներկայացնում։ Այո, շատ սիրուն է, ամեն։ Տերը օրհնի է, այսքան Աբրահամ եղբայր, Տերը։ Պատիրոջ ասեն եղբայր, Տերը քեզ շատ օգնեց թեմայի համար, իրոք շատ կարևոր թեմա է եւ ընդունելի։ Ես էլ լիքը ապաշխարության բոլորս թեմաներ ունեմ, այսպես ասած, աղոթքի գնալ Տիրոջ լույսի մեջ, Հովհաննեսը շատ լավ ասում, քայլենք լույսի մեջ, բացահայտվենք լույսի մեջ, հաղորդակցվենք իրար հետ լույսի մեջ, եւ Հիսուսի այրում է մաքրում է մեզ բոլոր մեղքերից, սա է խոստովանությունը, սա է շտկվելը Տիրոջ առաջ, այնպես որ Տեր օրհնի քեզ եւ եթե կոչունը սիրով եւ քո աղոթքով աղոթենք Աբրահամ եղբայր ջան, բարգես Տեր։ Սիրելիներ, եկեք մի քանի վայրկյան աղոթենք եւ ուզենք սա, ասենք Տեր, ես սա ուզում եմ։ Ամեն Տեր։ Բարգես Տեր Աստված ինձ կանգնեցրու սխալ ճանապարհների մեջ ստոպ դուր։ Ամեն Տեր։ Եվ իմ հայացքը ուղղիր այն բաների վրա, որտեղ որ ես ուզում եմ գնալ սխալի մեջ, կամ ինձ տանում է ուրիշ տեղ Տեր։ Մեզ տալ սովորեցրու ամեն առումով։ Ամեն Տեր։ Սպասումը վերցնելը դա ուրիշ պատմություն է Տեր։ Ամեն Տեր։ Մենք խոնարհություն ենք ուզում հագած լինենք Տեր։ Մենք հեզություն ենք ուզում հագած լինենք Տեր։ Եվ հասկանում ենք, որ հպարտությունը դա պարտություն է Տեր։ Բարգես։ Դա չի հաջողվում Տեր Աստված։ Բայց մենք քո մեջ հաջողված ենք։ Ինչի ենք քո մեջ հաջողված, որտեվ եթե քո մեջ ենք, քո մեջ հպարտություն չկա Տեր։ Ամեն Տեր։ Նույն ենք ուզում Տեր իմ Աստված։ Մեր կյանքերը օրհնիր։
մեր սխալ ընթացքները դադարեցրու Տեր։ Ամեն Տեր։ Թեև անգամ դրանք շատ արագընթաց, արագավազ են ու մեզ թվում է շատ ուժեղ տեղ է գնում, օրհնյալ տեղ է գնում, բայց այդ սխալ ընթացքներին ստոպ դու Տեր Աստված, կանգնեցրու Տեր։ Եվ մեր մասին իմացածը փոխիր մեր մասին քո կարծիքով, քո ասածով Տեր։ Ամեն Տեր։ Այո։ Ինչքան բան կա չգիտենք, բայց մենք գիտենք, որ գիտենք Տեր։ Խոսա մեր սրտերի մեջ ու ասա, դու սենց գիտես, բայց դու չգիտես, որ այտենց չես։ Շնորհակալ ենք Տեր, աղոթում եմ, որ մեզ օրհնես, մեզ հասկացնես քո շնորհքը, քո սերը, քո փառքը ավելի Տեր Աստված, քան որ այսօր գիտենք։ Եվ մեզ սիրով լցրա, որ ոչ մեկի վրա եւ ոչ մեկի դեմ չհպարտանանք Տեր։ Ամեն Տեր։ Շնորհակալ ենք Տեր Հիսուսի անունով, ամեն։ Ամեն։ Բաղկես Տեր։ Ասենք բերաղոթքիդ մեջ քարոզ տվեցիր։ Շատ օգտակար մի բառ ասեցիր, որ ավետարանից էր, ասեցիր հագնենք հեզությունը, որ Պողոսն է մեզ սովորացնում։ Ու մի անգամից այդ հագուստի մասին սկսեցի մտածել։ Հեզությունը մի տեսակ հագուստ է, ըստ իմ պատկերացման, վստահ դու լավոձեն կնես, որ ինքը շատ շուկ չունի իր վրա։ Հա, փայլեր չունեն։ Մենք սիրում ենք փայլուն հագուստներ։ Ինքը աննկատ մարդկանց կողմից շատ ակնառու չի։ Ուշադրություն չի գրավում։ Այս բան, հասարակական, մեր նման չի հագնված, էլի։ Բայց արի ուտես, որ այդ հագուստը քո փայլը ծածկում է, որպեսզի ուշադրությունը տիրոջը սևեռի։ Ինչպես սերովբեները արեցին, հիշում ես։ Եսայի մարգարեության մեջ ինչ ասել։ Ծածկեցին իրանց ոտքերը եւ դեմքը, որպես իրանց գեղեցկությունը չգրավի ուղղվի տիրոջը, հեզությունը հենց այդ գործն է։ Ամեն ալելույա։ Մի հատ նոր քարոզ, նոր խոսք, Տերորի եղբայրս, ասենք շատ կարևոր է, սիրում ենք, ես շատ սիրում ենք քո թեմաները, որ բերում ես մեզ համար շատ օգտակար են եղբայրս։ Եւ ինչ ասում, կենսական կյանքի լուրջ թե ներկա թե ապագա կյանքին առնչվող հարց ասա լուծվում։ Այս հարցը լուծվում է։ Համաձայնվի, որ շատ բաներ կարողա չիմանանք, շատ գիտություն չունենանք, աստվածաբանական մեծ դպրոցներ, ինստիտուտներ չավարտենք, բայց եթե մենք սովորենք այս դասը, նշանակում է հույս կա մեր համար։ Ամեն, Աստված։ Այո։ Այս մի բանը, որ իմանանք, բավարար է, կարելի ասել։ Նա է, մենք չենք։ Նա է։ Ինքը ասում է ես եմ, մարդը ասում է ես եմ։ Այս կռիվն է Աբրահամի։ Չէ, ես պիտի հասկանամ, որ ինքն ասել է ես եմ։ Լավ, մեկ ասում են, լավ, հասկացանք, դե դու ես, բայց մենք էլ բաժին ունենք էլի դրա մեջ։ Բայց թող այդպես չլինի։ Տեր օրհնի։ Տեր օրհնի ասեն եղբայր, օրհնված, հաջողված եւ պատղաբեր եղի եղբայրս։ Սելի քուրեր եղբայրներ, այսպեսին էր մեր եթերը այսօր, խորհենք, մտածենք, ապաշխարենք ինձնից սկսած։ Ես հիմա Արսեն եղբայրենք որ գնան, ճամփու դնեմ, ես մի հատ ապաշխարության աղոթք կանեմ։ Մի հատ մտնեմ լողարան, ցնցուղը պահեմ գլխիս, մի հատ մաքրվի աղոթքով հոգևոր իմաստով։ Տեր օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ։ Կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։